Ադրբեջանից ներկրված բենզինը վաղվանից վաճառվելու է Ռանոյլ բենզալցակայանների ցանցում, Factor TV-ին հայտնել է Megatrade ընկերության տնօրեն Կարեն Հայրյանը։ Ռանոյլը պատկանում է Megatrade-ին։ Հայրյանի խոսքով հաճախորդներն իրենց գրպանի վրա կզգան գնի տարբերությունը։ Պրեմիում տեսակի բենզինը օրինակ կվաճառվի 440 դրամով, ներկայում շուկայում միջին գինը 520 դրամ է։ Նշենք, որ Megatrade ընկերությունը ազգային ժողովի ՔՊ խմբակցության падգամավոր խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնի մաս է կազմում։ Ընկերությունն Ադրբեջանից 600 տոննա բենզին է ներկրել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը։ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է աշխատանքային այցով, դեկտեմբերի 21-ին նա մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, այսօր նախատեսվում է նրա մասնակցությունը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի եղբոր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ ներկայում կապեր պահպանելու տեղեկությունների առթիվ արդյոք վարույթ հարուցվել է։ Այս հարցին պատասխանելու համար դատախազությունը Factor TV-ից գրավոր հարցում է պահանջել։ ԿՊ-ին պատկանող CVKM-ը ազգային անվտանգության ծառայությանը վերագրվող տեղեկություններ հրապարակել այն մասին, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին համագործակցել է Խորհրդային Միության ՊԱԿ-ի հետ։ ԱԱԾ-ից լրատվամիջոցներին հայտնել էին նաև, որ արկատվյալների համաձայն Եզրաս arczepiskopos-ը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգության և շահերի համար։ Երևանում 2026 թվականին կկառուցվի ևս 7.5 կիլոմետր գազամատակարարման նոր ցանց, ինչպես նաև նոր գազաբաշխիչ կայան։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ ծրագիրը կընդգրկի նաև նոր Խարբերդ թաղամասը։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի վերջին և կավարտվի հաջորդ տարի։ Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Հետաքննությունը միջադեպի վերաբերյալ տարբեր վարկածներ է քննարկում, այդ թվում ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապը։ Պայթյունի պատճառը նախնական տվյալներով ինքնաշեն պայթուցիկ սարքն է եղել, որը պայթել է Kia Sorento-ի շարժվելուց կարճ ժամանակ անց։ Քրեական գործ է հարուցվել։ 2026 թվականի հունվարից Ռումինիայում ուկրաինական բանակի համար զենքի մատակարարման խոշոր կենտրոն կգործի, հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդի հրամանատարի տեղակալ Մայք Քելլերը։ Դրանցիկ նոր կենտրոնը կգործի լեհական Ժեշուվ քաղաքում գործող հաբի հետ համատեղ եւ կապահովի ոչ միայն զենքի պահոստային հոսքը Կիևին, այլև կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքի ամբողջ արևելյան թևի լոգիստիկ կայունությունը։ Դեռևս մինչև լիարժեք գործարկումը կենտրոնն Ուկրաինայի է ուղարկել շուրջ 220,000 տոննա ռազմական օգնություն։ Երեսեյան պալատի աշխատակիցը 2 տարի շարունակ Ֆրանսիայի նախագահի նստավայրից ճենապակե սպասք է գողացել։ Ֆրանսիական Ֆիգարոյի տեղեկություններով Թոմաս Մն, որը պատասխանատու է եղել սպասքի հաշվառման համար, գողացել է տասնյակ հազարավոր եվրո արժեցող շուրջ 100 կտոր ճենապակե սպասք, ներառյալ գավաթներ, ափսեներ եւ այլ իրեր, որոնք Ֆրանսիայի մշակութային ժառանգության մաս են կազմում։ Աշխատակիցը կեղծել է գույքագրման փաստաթղթերը, իսկ գողացված իրերը հանձնել ճենապակու կոլեկցիոների, որն աշխատել է Լուվրի թանգարանում։ Դատարանը տղամարդկանց պարտավորեցրել է վերադարձնել գողոնը, նրանք նաև ազատվել են Լուվրում և Ելիսեյան պալատում աշխատանքից։